Աստծո նախախնամությունը։ Այս նյութը կարծեմ շատերիս համար եւ սիրելի է եւ շփոթեցնող։ Ինչու շփոթեցնող, որտեվ առնչվում ենք տարբեր վարդապետությունների հետ եւ սկսում ենք մտածել, որ արդյոք ճիշտ ենք հասկացել, ճիշտ ենք բացատրել։ Ուզեցի եւս մեկ անգամ մի քիչ ավելի խորը եւ հուսադրելու նպատակով այս նյութը գնանք։ Եվ համարը Առագած գիրք 16:9 է, շատերիս սիրած համարն է սա։ Մարդու միտքը խորհում է նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։ Ամեն մարդ մտածում է, որոշում է, ծրագրում է, բայց այս համարն ասում է, որ այդքանը կեսն է կամ մի մասն է։ Մարդու քայլերը, ասեք, Աստված է ուղղորդում։ Ինչ է սա նշանակում։ Մարդը ծրագրում է, բայց Աստված առաջնորդում է։ Մարդը տեսնում է ճանապարհի սկիզբը։ Լավ սկսեցի։ Աստված գիտի ճանապարհի վերջը, թե ի վերջո ուր կհասնենք։ Մարդու ծրագրերը սահմանափակ են։ Մենք չենք տեսնում վաղվա ամբողջ պատկերը, ուր մնաց վաղը չէ մյուս օրը, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո։ Երբեմն մեր ճանապարհը ճիշտ է թվում մեզ, բայց Աստված ավելի խորն է տեսնում։ Այդպես է, եղբայրներ, քույրեր։ Միշտ ամեն օր մենք առնչվում ենք սրա հետ։ Մենք կարող ենք ծրագրել, մտածել, որոշել, ճանապարհ ելնել, բայց վերջնական ընթացքը, դռների բացվելը, դռների փակվելը, պահերը, հանդիպումները միմիայն արդյունքը Աստծո ձեռքերի մեջ է։ Դու կարող ես լավ ծրագրես, բայց չհասնես քո ծրագրածին։ Դու կարող ես թերի ծրագրես, քիչ հասկանաս, բայց վստահելով Աստծուն ի վերջո հասնես մեծ արդյունքի։ Ուրեմն Աստված ուղղորդում է մեր քայլերը։ Եթե այդպես է, ուրեմն մի քանի հարցերի պատասխանենք։ Մարդիկ հաճախ ասում են, եթե այդպես է, ինչու է Աստված թույլ տալիս ցավը, հիվանդությունը, դժբախտությունը։ Երկու օր առաջ օդանավ ընկավ Վեննայսում, եթե տեսակ, լավ է կյանքը դեռ պահել է Աստված, բայց ինքը սիրում էր այդ օդանավը նստել ելնել, հազիվ մի քանի րոպե թռավ, վատը զգաց, կապնվեց նրանց հետ, ովքեր որ օդանավին ուղղություն են տալիս, ասեց լավ չեմ զգում, պիտի իջնեմ եւ էլեկտրական լարերին կպնելով ընկավ, տեսակ շատերը նյուզի վրա։ Լավը սկսեց, բարձրանում էր։ Մտքի մեջ վերևից գեղեցիկ տեսարաններ նայել, եւս մեկ անգամ վայելելներ, բայց չկարողացավ շարունակել։ Ինչու է տեղի ունենում այս բաները։ Որտեղ է Աստված, երբ որ ես դժվարության մեջ եմ, երբ որ ինձ հետ դժբախտություն է կատարվում։ Եվ այս հարցը բնական հարց է։ Երեք կարևոր բան կա այս ուղղությամբ։ Ինչու է Աստված թույլ տալիս ցավը, որովհետև Աստված հարգում է մարդու ընտրությունը։ Մենք հաճախ սխալ ընտրություններ ենք անում եւ դրանք բերում են ցավ։ Դա մեր ընտրության հետևանքն է։ Եթե Աստված ամեն սխալ անմիջապես կանգնեցներ եւ թույլ չտար, Աստված կվերցներ մեր իրական ազատությունը։ Մենք կդառնանք ռոբոտներ, բայց Աստված մեզ ստեղծել է իր նմանությամբ, իր պատկերով, ազատ կամք ընտրելու հնարավորությամբ։ Ուրեմն մեր կյանքի մեջ երբ որ ցավ է գալիս, դա Աստծո ընտրությունը չի, այլ մեր սխալ ընտրության հետևանքն է։ Եթե ոչ իմ, գոնե Ադամի եւ Եվայի սխալ ընտրության հետևանքը։ Երկրորդ, Աստված թույլ է տալիս ցավ, հարցին պատասխանենք, հաճախ Աստված օգտագործում է ցավը, ոչ թե թույլ է տալիս ձևավորելու համար մեր հոգևոր որակը։ Հռոմեացիներ 3-րդ գլխի մեջ ասում է նեղությունը համբերություն է առաջացնում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս, հենց որ նեղության մեջ ենք, ճզմված ենք, սկսում ենք որակ ձևակերպել, ձևավորել եւ ավելի որակյալ հավատացյալ դառնալ։ Նախ կոտրում է մեր խոնարհությունը, խորացնում է մեր հավատքը եւ մեզ մոտեցնում է Աստծուն։ Զգացել եք դժվարության ժամանակ ինչքան խոնարհ ենք մենք լինում։ Հիվանդության ժամանակ ինչքան ցածր է լինում մեր դիրքը։ Հազիվ մի քիչ լավանում ենք, հազիվ մի քիչ հաջողություն ենք ունենում, քայլվածքը, դիրքը, տեսքը, ամեն բան կարծես փոխվում է։
Երրորդ, հաճախ Աստված թույլ է տալիս ցավ, որպեսզի մեզ կանգար անի, ստապ անի եւ նոր ուղղությամբ տանի։ Քանի դեռ մենք գնում ենք գլուխներս վերցրած, չենք էլ ուզում լսենք, թե Աստված ինչ է խոսում։ Ցավը, հիվանդությունը, դժվարությունը, սրանք խրատներ են, մի պահ կանգնիր, հանգստացիր։ Ձախողություն ունեցար, ոչինչ, սա կանգառ է։ Նստիր, մտածիր եւ Աստված նոր ուղղություն կտա քեզ։ Եբրայեցիս 12:6-ի մեջ ասում է, ում Տերը սիրում է, նրան խրատում է։ Եվ այս խրատը մեր օգուտի համար է։ Մենք միշտ չենք հասկանում Աստծո ճանապարհները, բայց կարող ենք վստահել Աստծո սրտին։ Դժվարության մեջ ես, Աստված սիրում է մեզ, եւ Աստծո սիրտը չի փոխվում մեր նկատմամբ։ Մենք սրան ասում ենք վստահել Աստծո նախախնամությանը։ Առաջ կգնանք անշուշտ, ուրեմն մարդը իր միտքը մտածում է ճանապարհ, բայց Աստված ուղղորդում է մեր քայլերը։ Երկու բառեր կան, որոնք չկա մեկը Աստծո խոսքի մեջ, մեկը կա, բայց ուղղակի մեր ուսումնասիրության համար, մեկը նախախնամություն, մյուսը նախասահմանություն։ Մենք խոսում ենք այսօր նախախնամության մասին։ Ինչ է նախախնամությունը? Աստված կառավարում է, առաջնորդում եւ հոգ է տանում աշխարհի եւ մարդկանց կյանքի ընթացքի մասին։ Աստված գործում է ընթացքի մեջ, մարդը շարունակում է ընտրել եւ պատասխանատվություն կրել։ Այսպես է աշխատում նախախնամությունը։ Նախասահմանությունը մի քիչ տարբեր է։ Աստված նախորոք որոշել է որոշ մարդկանց վերջնական վիճակը իր կանխագիտությամբ, նախորոք տեսնելով եւ իմանալով։ Ինչ որ իմաստով որոշումը նախապես կայացված է, բայց կայացված է ոչ թե Աստծո քմահաճությամբ, այլ տեսնելով, կանխավ տեսնելով մեր կյանքի ընթացքը եւ մեր որոշումները։ Տարբերություն կա։ Ինչ է տարբերությունը։ Նախախնամությունը դա Աստծո առաջնորդող խնամքն ու վերահսկողությունն է մեր կյանքի ընթացքի մեջ։ Նորից պիտի կարդամ, սա կարևոր է։ Աստծո առաջնորդող խնամքը ու վերահսկողությունը կյանքի ընթացքի մեջ, առանց որի մենք կմոլորվենք։ Նախասահմանությունը Աստծո նախորոք որոշումը մարդու վերջնական վիճակի վերաբերյալ փրկության կամ դատաստանի, նոր ասեցինք, իր կանխագիտությամբ։ Վերադառնանք նախախնամության։ Երբ ասում ենք նախախնամություն կամ խոսում ենք նրա մասին, դա ոչ միայն աստվածաբանական գաղափար է, որ հիշենք, որտեղ է գրված, ինչ համարներ ասեցինք, դա կյանքի ապրելաոճ է։ Նախախնամություն նշանակում է վստահել, որ անկախ մեր ծրագրերից կամ անսպասելի վիճակներից Տերը միշտ ունի մեծ նպատակ։ Սա ապրելաոճ է, կյանքի ոճ է։ Համարները կարող է չհիշենք, ճիշտ չկարողանանք բացատրել, բայց մի բան գիտենք, ինչ էլ լինի մեր կյանքի մեջ, Աստված ուղղորդում է իմ քայլերը։ Ամեն ասենք սրան։ Աստված ուղղորդում է իմ քայլերը։ Գործնականորեն սա նշանակում է, որ դժվար պահերին չենք խուճապի, այլ հույսով կսպասենք, որ Աստված արդեն գործում է։ Մեր կյանքը դարձնում է դա ավելի վստահությամբ եւ Տիրոջ ողորմությամբ լցված քայլերով մի կյանք։ Երբ ապրենք այս վստահությամբ, մեր խաղաղությունն ու համբերությունը ավելի կխորանան։ Նախախնամություն նշանակում է, այստեղ ցանկ եմ դրել, որի մասին կխոսենք եւ համարները, Աստված ուղղորդում է մեր առակաց 16-ին այսօրվա խորագիր համարը։ Երկրորդ, Աստված առաջնորդում է, 23 Սաղմոսի մեջ առաջնորդում է մեզ դեպի մարգագետիններ եւ պարկեցնում է հանդարտ ջրերի մոտ։ Աստված հոգ է անում Պետրոսի նամակի մեջ մեր հոգսերը, մեր կարիքները, մեր առօրյան որպես հայր եւ երկնային ծնող Աստված հոգ է տանում մեր կյանքի համար։ Աստված պահում է մեզ չարից եւ անտեսանելի վտանգներից։ Աստված գործում է ամեն բանի մեջ բերելով դեպի բարին, Հռոմեացիս 8:28։ Աստված ունի ծրագիր մեր կյանքերի համար
եւ սա ամենակարևորն է, ինքն է ծրագրողը, անսխալական Աստված իմ եւ քո կյանքի համար ծրագիր ունի։ Հուսադրող է թե չէ, եղբայրներ, քույրեր, ինչ հիանալի է։ Եւ Աստված նախապես ապահովում է մեր գնալիք ճանապարհը եւ մեր հանդիպելիք իրավիճակները։ Երբ որ Եղիազարը գնաց հարսնացու բերելու ծննդոց գրքի մեջ, Աբրահամը նրան ասեց դու գնա եւ Տերը կպատրաստի։ Մինչեւ որ դու տեղ հասնես, քո արջևից արդեն Աստված ամեն ինչ պատրաստած կլինի։ Այս բոլորը ցույց են տալիս սիրելիներ, որ Աստված ուղղորդում է մեզ։ Մենք ծրագրում ենք, բայց Աստված ուղղություն է տալիս։ Երբ չգիտես ինչ անել, վստահիր, որ Աստված արդեն աշխատում է քեզ համար։ Նա առաջնորդում է արդարության ճանապարհի մեջ։ Եվ պարզապես ցույց չի տալիս այդ ճանապարհը, թե այս է գնա, առաջնորդել նշանակում է ձեռքից բռնել եւ տանել այդ ճանապարհով։ Աստված հոգ է տանում, քո ցավը Աստծո համար կարևոր է։ Աստված պահում է, երբ որ մենք վտանգի մեջ ենք։ Եթե Աստված մի պահ թողնի, ամեն ինչ կփլվի մեր կյանքում եւ աշխարհում։ Դրա համար Աստված պահում է, որպեսզի ամեն ինչ մնա պահպանված մինչ վերջնական իր գալուստը։ Մենք ապրում ենք Աստծո պահպանության շնորհիվ։ Աստված գործում է ամեն բանի մեջ, որպեսզի բարի գործակից դարձնի։ Հռոմեացիս 8:28-ն ասում է. նրան սիրողների համար ամեն բաները բարի գործակից է դառնում։ Ամեն բան նշանակում է ոչ միայն լավ բաներ, այլ նաև վատ բաները։ Եվ մենք այսօր կխոսենք սրա մասին մի քիչ ուրիշ տեսանկյունից։ Աստված ունի ծրագիր եւ Աստված նախապես ապահովում է այդ ծրագիրը քո կյանքի մեջ կատարելու։ Ուրեմն Աստծո նախախնամությունը մեզ չի ազատում մտածելուց, այլ մեզ ազատում է վախենալուց, նորից պիտի ասեմ։ Եթե Աստված նախախնամում է, հոգ է տանում, առաջնորդում է, էլ ինչու ես մտածեմ, այդպես չի։ Համարն ասում է մարդը մտածում է, Աստված ուղղորդում է, այսինքն մենք մտածելուց չենք ազատվում, բայց վախերից ենք ազատվում։ Ես կմտածեմ, կծրագրեմ, կվստահեմ Աստծուն, բայց չեմ վախենա ինչ էլ լինի, որովհետև Աստված ինձ կառաջնորդի։ Նախախնամությունը չի նշանակում, որ կյանքը հեշտ կլինի։ Այն նշանակում է, որ կյանքը երբեք աննպատակ չի լինի։ Դժվար կամ հեշտ նպատակ կա եւ Աստված տանում է մեզ դեպի այդ նպատակը։ Ամեն։ Երբ որ դուք ինչ-որ նպատակի եք գնում եւ ճանապարհին հանդիպում եք խոչընդոտների, կարիք է լինում, որ ավելորդ ուժ գործադրեք, ծախս անեք, որոշ նեղություն քաշեք, բայց առջևում նպատակ կա։ Դուք հրաժարվում եք, թե շարունակում եք։ Նախախնամությունը մեզ ասում է շարունակիր եւ Աստված քեզ կհասցնի այդ նպատակին։ Նախախնամություն չի նշանակում ես ամեն ինչ հասկանում եմ, այլ նշանակում է, որ ես վստահում եմ նրան, ով ամեն ինչ գիտի։ Աստված չի խոստացել մեզ հարթ ճանապարհ, բայց խոստացել է ուղղությունը ճիշտ պահել։ Ճանապարհը քարքարոտ կդառնա, հարթ չի լինի, կդժվարանա, բայց կարևորը ուղղությունը Աստված կպահի։ Իսկ մեր ուղղությունը դեպի երկինք Քրիստոսի միանալ, հավիտենապես իր հետ լինել։ Նախախնամությունը չի նշանակում, որ կյանքում միայն լավ բաներ կլինեն, բայց ասում է ամեն բաները Աստված բարիին կծառայեցնի։ Նախախնամություն նշանակում է, որ Աստված միայն վերջում չի միջամտելու։ Շատերն ասում են դու արա, վերջում Աստված կնայ, չէ, այդպես չի։ Այլ նշանակում է, որ ճանապարհի մեջ էլ Աստված առաջնորդում է, սկսելուց, ընթացքում եւ մինչեւ վերջ։ Սա կարևոր է։ Մեր Աստվածը չի նստած ճանապարհի վերջում եւ սպասում է, արի, տեսնեմ, լավ արեցիր, թե վատ արեցիր։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ ամեն օր, ամեն վայրկյան, ամեն մեր որոշման մեջ մեզ ուղղորդում է Աստված, որ ճիշտը անենք։ Մենք այսպիսի Աստված ունենք կենթանի հաղորդակցող մարդու հետ։ Աստված միշտ չէ, որ ընտրում է իրավիճակները մեզ համար։ Մենք ենք ընտրում շատ հաճախ, երբեմն ինքն է առաջարկում, բայց միշտ վերահսկում է դրանց վերջնական
արդյունքը։ Ուրեմն նախախնամությունը մեր կյանքում կա։ Գիտեք, երբ ենք մենք լավ տեսնում, որ Աստված իր նախախնամությամբ հոգ է տարել։ Երբ որ հասնում ենք տեղ եւ հետ ենք նայում։ Հաճախ գնալու ժամանակ այս կողմից չի երևում։ Մեզ թվում է, որ ինչ որ բան սխալ է։ Երբ որ հասնենք եւ հետ հայացք անենք, 100% պիտի ասենք, փառք ես Տեր, դու միշտ ինձ հետ ես եղել։ Դու երբեք ինձ չես թողել։ Տեր հիմա հասկացա, թե ինչու էր դա պետք իմ կյանքում։ Ինչու այդ բանը տեղի ունեցավ։ Մինչ ընթացքի մեջ ենք, մենք չենք հասկանում։ Բայց երբ որ հասնենք եւ նայենք, ամեն բան պարզ կլինի։ Մեծ քրիստոնեական ծառայություն կա, կոչվում է Johnny and Friends, եթե լսել եք։ Այս ծառայությունը այսօր շատ մեծ հսկա ծառայություն է անում տարիներ շարունակ, մանավանդ այնպիսի մարդկանց, ովքեր կորցրել են իրենց առողջությունը, ձեռքը, ոտքը, միտքը եւ նրանց հոգ է տանում քրիստոնեական սեր տալով։ Բայց պատմությունը հետեւյալն է։ Տարիներ առաջ 1949 թվականին ծնվում է մի աղջիկ, որը լավ սպորտային տվյալներ է ունենում եւ լողորդ է դառնում, 17 տարեկանում հանկարծ սուզվելիս, նետվելիս, ցատկելիս արգածի է հանդիպում եւ վնասվում է իր ողնաշարը, իր առողջությունը եւ դառնում է անհամալույց։ Paralyze, ոչինչ չի կարողանում անել։ Սկսում է պայքարել առողջանալու համար, օգուտ չունի։ Բնականաբար հուսահատվում է, ընկճվում է, նույնիսկ մահանալու փորձեր է անում, որ իմ կյանքը այլևս իմաստ չունի։ Երիտասարդ աղջիկ, կյանքի սկիզբը եւ այսպիսի վթար։ Բայց ժամանակի ընթացքում այդ վիճակի մեջ ճանաչում է Աստծուն, խորապես մտերմանում է նրա հետ, ընդունում է Տիրոջը որպես իր անձնական փրկիչը։ Եվ նրա կյանքը սկսում է փոխվել եւ հասկանում է, որ Աստված միշտ չէ որ բուժում է, բայց Աստված միշտ ուղեկցում եւ առաջնորդում է։ Եվ նա իր այդ վիճակով կատվածահար լիովին հիմնադրում է Johnny and Friends ծառայությունը, մեծացնում, ընդլայնում, սկսում է բերանով, վրձնով ներկել, գրքեր գրել, խոսել, տարածել մարդկանց Քրիստոսի լույսը եւ մարդկանց ասել, որ եթե քեզ հետ տեղի է ունեցել մի բան, որը կարծում ես, որ քո կյանքի վերջն է, վստահիր Աստծուն եւ այդ վերջակետը կդառնա ստորակետ եւ Աստված կշարունակի քո կյանքը։ Եթե դուք տուն գնաք, Google արեք եւ տեսեք այս մեծ ծառայությունը եւ այս կնոջ անշուշտ հիմա մեծ տարիք ունի, չգիտեմ կենթանի է թե չէ նույնիսկ, բայց Աստված բուժեց նրան, օգտագործեց նրան, որպեսզի բուժի նրանով հազարավոր ուրիշների սրտերը։ Ուրեմն նախախնամություն չի նշանակում, որ Աստված կվերցնի ցավը եւ անպայման կբուժի, բայց այս կնոջ կյանքում դա նշանակում էր, որ Աստված երբեք նրան չի թողնի եւ նրա ցավը աննպատակ չի լինի։ Եվ Աստված օգտագործեց իր նպատակի համար։ Սա մեծ խնդիր, բայց գիտեք, որ Աստված փոքր խնդիրների մեջ էլ նախախնամում է մեզ։ Մատթեոսի ավետարան 17-րդ գլուխ 24-ից 27 համարները հետևյալն են մեզ ասում։ Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի վճարում»։ Նա ասաց. «Այո, վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց եւ ասաց. «Քեզ ինչ է թվում, Սիմոն, երկրի թագավորներն ումից են հարկ ու տուրք վերցնում, իրենց զավակներից թե օտարներից»։ Երբ Պետրոսը նրան պատասխանեց. «Օտարներից», Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են, բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա լիճ, կարթ գցիր եւ դուրս եկած առաջի ձուկը վերցրու, բերանը բաց արա եւ մի սատեր կգտնես, վերցրու այն եւ նրանց տուր իմ եւ քո տեղը»։ Տաճարը տուրք ուներ, հոգևոր տուրք։ Եվ որպեսզի Տեր Հիսուսին մեղադրեն,
Հարցնում են Պետրոսին, որ դուք որ այդքան հոգևոր եք, եկեղեցուն փող տալիս եք, ձեր տասանորդները տալիս եք, Աստված տեսնում է մենք ինչ ենք անում, ձեր վարդապետը Հիսուսը տալիս է, Պետրոսն ասեց անշուշտ տալիս է, այդ տուրքը մենք տալիս ենք, որտեղ մենք հրյա ենք, մենք հավատացյալ ժողովուրդ ենք, մենք մերը չենք տալիս Աստծուն, Աստծո տվածը հետ ենք վերադարձնում մի մասը որպես գոհություն եւ շնորհակալություն։ Եվ տուն գալով պիտի փորձեր Հիսուսին բացատրել, կարդացինք, որ Հիսուսը կանխեց նրան, որտեղ Աստված մինչև որ մենք պատմենք, մինչև որ դեպքը տեղի ունենա, Աստված ամեն բան գիտի։ Եվ հետաքրքիր հարց է տալիս. Թագավորները ումից են տուրք վերցնում, ծառաներից թե որդիներից։ Ծառաներից, որդիները իրենց որդիներն են։ Ես որդին եմ Աստծո, այդ տաճարի հոր տղան եմ։ Ինձանից չպետք է վերցնեն, բայց խոնարհվում է Տեր Հիսուսը, շատ հետաքրքիր է, եւ ասում է տանք, որ չգայթակղվեն։ Սա գեղեցիկ սկզբունք է, սիրելիներ։ Կարող եմ չտալ, կարող եմ չանել, բայց անեմ հանուն ուրիշներին չգայթակղելու համար։ Եվ հետաքրքիր ասեց գնա, դու ձկնորս ես, չէ՞։ Գնա, կարթը գցի, առաջին ձուկը որ կհանես, բերանը կբացես եւ այնտեղ կգտնես դրամ, որը կբավարարի ինձ եւ քեզ։ Այս տեսակի ձուկ չգիտեմ, այսօր կա թե չկա, ձկնորսները թող ասեն։ Սա ուղղակի հրաշք էր, սա նախախնամության գեղեցիկ պատկեր էր։ Սա ցույց է տալիս, որ Աստված նույնիսկ մանրուքներով հետաքրքրված է։ Տուրքը կարող ես տալ, կարող ես չտալ, վիճել, բայց Աստված ասում է, ես կխնամեմ, կհոգամ, տալ, տուր եւ ջանդ ազատի։ Այսինքն մեր նույնիսկ ամենափոքր հոգսերը, մեր ամենափոքր խնդիրները Աստված տեսնում եւ հոգի անում։ Ամեն։ Ոչ միայն հավատում ենք, մենք վայելում ենք, չէ՞, եղբայրներ, քույրեր, ամեն օր սա։ Ինչ տեղի ունեցավ։ Առաջին Պետրոսին ասեց գնա։ Աստծո գործը միշտ սկսում է, երբ որ մարդը շարժվում է։ Նստի, ոչինչ չի լինի։ Գնա։ Գործի անցի։ Երկրորդ նրան ասեց գնա եւ ձուկ պիտի բռնես, ծովը կամ լիճը ձուկ բռնելու։ Սովորական բան է, քանի անգամ էր Պետրոսը ձուկ բռնել, շատ իր կյանքի մեջ, անհամար եւ անհաշիվ։ Երբեք ձկան բերանից դրամ ոսկի արծաթ չէր հանել։ Բայց այս անգամ նույնը արա իմ խոսքով եւ տարբեր արդյունք կտեսնես։ Աստված օգտագործում է մեզ մեր առօրյայի մեջ, ձկնորսության մեջ, քո աշխատանքի մեջ, քո ընտանիքում, քո ծառայության մեջ, հենց այնտեղ, որտեղ որ դու կաս, ասում է գնա եւ ձուկ կբռնես։ Սա Աստծո նախախնամության գեղեցիկ օրինակ է։ Հոգս ունես, դժվարություն ունես, կարիք ունես, նյութական կամ որևէ այլ կարիք, ասա Տեր, ինձ ուղղորդիր, որ գնամ, բռնեմ եւ հոգսս հոգացվի։ Ամեն։ Կարող ենք, չէ՞, այդ աղոթքը անել։ Մենք հաճախ տխրում ենք, նստում ենք, տրտմում ենք, բայց Աստված ասում է կարիք չկա, որ դու տրտմես։ Նախասահմանության մասին էլ մի քանի խոսք ասեմ, որ տարբերություն ասեցինք։ Նախասահմանությունը երբեմն սխալ մեկնաբանվող աստվածաբանական տերմին է։ Այս բառը կա Աստծո խոսքի մեջ մի քանի անգամներ։ Աստված նախորոք սահմանել է մեզ։ Բայց սա երբեք չի նշանակում, որ մարդը դառնում է անպատասխանատու։ Ամեն բան Աստված որոշել է, եւ մենք այլևս պատասխանատվություն չենք կրում։ Եթե բացատրություն չտանք, այդպես է, Աստված եթե նախորոք որոշել է, ուրեմն ես պատասխանատու չեմ։ Ինչ կլինի, թող լինի։ Ճակատագրի պես կարծես մի բան է, բայց այդպես չի։ Աստված գիտի եւ գործում է բարձր մակարդակում, նախասահմանել է։ Մարդը ապրում է եւ ընտրում է իր մակարդակում։ Երկու տարբեր մակարդակներ են։ Մենք Աստծո մակարդակի մեջ չմտնենք, Աստված էլ մեր մակարդակը թույլ է տալիս, որ մենք գործենք։ Այսինքն, եթե ամբողջ պատասխանատվությունը դնենք Աստծո վրա, կկորցնենք սրբությունը։ Ինչ սրբություն, ինչ որոշել Աստված կլինի։ Եթե ամբողջ պատասխանատվությունը դնենք մարդու վրա, մենք կկորցնենք շնորհը։
Աստծո շնորհը։ Ուրեմն Աստված ոչինչ չի սահմանել։ Ես որոշեցի, ես արեցի, ես ընտրեցի, ես եւ մարդը կդառնա կենտրոն եւ շնորհ չի լինի։ Այս երկուսը երկու թևեր են, որոնք պարտադիր իրար հետ պետք է գործեն։ Աստված չի վերցնում մարդու պատասխանատվությունը, բայց օգտագործում է մարդու ընտրությունները իր նպատակի համար։ Եվ սա շատ կարևոր կետերից մեկն է։ Կարևոր մի բան կա, որի մասին էլ ուզում եմ խոսենք այսօր, մեր նյութի հետ կապ ունի շատ։ Աստված, սա բարդ բան է, ուզում եմ ուշադիր լսեք։ Երբեմն մեր սխալների վրա էլ կառուցում է այնպիսի բաներ, օգուտներ, որ ի վերջո մենք մտածում ենք, որ լավ չի, որ սխալվեցինք, բայց այդ սխալվելն էլ իր արդյունքը եւ օգուտը տվեց։ Օրինակ, մենք գիտենք, որ Հովնանը չուզեց գնալ Նինվե, Թարսիս փախավ, հետո փոթորիկ եղավ, հետո ձուկը կուլ տվեց, հետո ձուկը հետ տվեց եւ այլն, եւ ի վերջո գնաց եւ քարոզեց Նինվե։ Ուրեմն Հովնանի անհնազանդությունը 3 օր նրան կետ ձկի փորի մեջ պահեց։ Այս դեպքը ցույց է տալիս, որ Հովնանը սխալվեց, բայց այդ սխալ օրինակը, լավ լսեք, մարգարեական նախաօրինակ եղավ Տեր Հիսուս Քրիստոսի մեռնելու 3 օր երկրի փորի մեջ մնալու եւ հարություն առնելու։ Եվ Տեր Հիսուս այդ օրինակը բերեց, ինչպես Հովնանը կետ ձկի փորի մեջ, այնպես էլ մարդու որդին։ Ուրեմն Հովնանի սխալը, որ սխալ էր տեղի ունեցել, այդ օրինակով ավելի ճիշտ եւ ավելի լուսավոր մի բան Տերը բերեց։ Այսինքն մեր թերությունների վրա էլ Աստված կարող է կառուցել լավ մի բան։ Դու կարող ես սխալվես, մարդ ես, սխալվես, բայց այդ սխալից այնպիսի շրջադարձ անի Աստված, որ եթե չսխալվեր, չէր հասնի այդտեղ։ Այստեղ գալով չեմ ուզում ասեմ, որ մեղքը արդարացնենք։ Առաքյալն ասում է, ուր շատացավ մեղքը, այնտեղ շատացավ շնորհքը։ Ուրեմն ինչ գնանք շատ մեղք գործենք, որ շատ շնորհ գա, չէ, դա չի մեր ասածը։ Բայց երբ որ մենք սխալվում ենք, նույնիսկ այդ իրավիճակում դա վերջ չի։ Աստված շրջադարձ է կատարում։ Եվ սա նախախնամության նյութի մեջ լիովին տեղավորվող գաղափար է։ Եվ այսպիսով սիրելի եղբայրս եւ սիրելի քույրս, ինչ էլ լինի քո կյանքի մեջ, ինչ էլ քո առջև դուրս գա, սիրիր Աստծուն, վստահիր նրան եւ հավատա, որ Աստված իր նախախնամությամբ կհանի քեզ հաղթական եւ լուսավոր մի տեղ։ Հիվանդություն, դժվարություն, ցախողված պլաններ, բիզնեսներ, վտանգներ, չգիտեմ, ինչ էլ կարող է լինել մեր կյանքում, դավաճանություններ, բայց միևնույն է Աստված կփոխի եւ կբերի։ Շատերն ասում են, որ մեծ գործեր ծնվել են մեծ կրիզիսների ժամանակ, ճգնաժամի ժամանակ, մարդիկ ճգնաժամի մեջ մեծ գյուտեր են սկսել անել եւ եթե չլիներ ճգնաժամը, չէր լինի այդ վերելքը։ Ուրեմն եւս մեկ անգամ կարդամ համարը եւ աղոթենք։ Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը, ասեք, Տերն է ուղղորդում։ Թող Տերը ուղղորդի իմ եւ քո քայլերը։